Ռուսաստանն ուկրաինական հակամարտությունում հաղթանակի ծրագիր ունի, մինչդեռ Կիևը միայն գոյատևման, նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալության սյունակագիր Մարկ Չեմպիոնը։ Ինչպես ընդգծել է լրագրողը, նա կասկածում է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները հստակ ծրագիր ունեն, գոնե այս պահին։ Կիևի նկատմամբ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը մնում է հակասական, քանի որ նրա վարչակազմը Ուկրաինայի զենքի մատակարարման եւ օգնության ամբողջ ֆինանսական բեռը միանգամից փոխանցել է առանց այդ էլ լուրջ ֆինանսական դժվարություններ ունեցող եվրոպական երկրներին, պարզաբանել է Չեմպիոնը։ Բրյուսելի համար ֆինանսական անցքը փակելու միակ հնարավոր միջոցը մնացել է Եվրամիությունում ռուսական ակտիվների օգտագործումը, սակայն այդ ծրագիրը խափանել է Բելգիան, քանի որ վախենում է դատական ծախսերից, հավելել է սյունակագիրը։ Նա ենթադրել է, որ ամենայն հավանականությամբ Ուկրաինան առանց կանխիկ կմնա մինչև 2026 թվականի առաջին եռամսյակի ավարտը։ Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում կայացնի Վենեսուելայի դեմ ռազմական գործողության մասին, ապա Վաշինգտոնը կարող է հրթիռահրետանային հարվածներ հասցնել առևանգել նախագահ Նիկոլաս Մադուրոին կամ Պանամայի նման լայնամասշտաբ ներխուժում իրականացնել, ինչը քիչ հավանական է, նման կարծիք է հայտնել Financial Times թերթը։ Վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ-ն պատրաստվում է հնարավոր հարձակման, սակայն նրա զինված ուժերը այժմ անկում են ապրում։ Ներխուժման առաջին տարբերակը կապում են թմրավաճառության հետ կապված օբյեկտներին հարվածների հետ, որի իրականացման համար կպահանջվի երկրի հոպի թուլացում։ Հարձակման պատճառ կարող է լինել Մադուրոյի վերջին հայտարարությունը, որ երկիրն իր տրամադրության տակ ունի 5000 ռուսական Իգլասի համալիրներ։ Մինչդեռ պարբերականը ներկայացնում է երկրորդ սցենարը, որի համաձայն հնարավոր է Վենեսուելայի ղեկավարի կամ նրա մերձավոր համախոհների առևանգումը։ Այս սցենարն իրագործելու համար առաքելությունը պետք է չեզոքացնի Կարակասում կենտրոնական հրամանատարության ստորաբաժանումները, ուստի ամերիկացի զինվորականները կբախվեն ուժերի զինամթերքի և հրամանատարական կառույցների բարձր կենտրոնացման հետ, ինչի մասին հայտարարել է վերլուծաբան Անդրեյ Սերբին-Պոնտեն։ Երրորդ տարբերակը լայնամասշտաբ ներխուժումն է, որը նման է 1989 թվականին Պանամայի գործողությանը, սակայն դա քիչ հավանական է, կարծում են լրագրողներն ու ռազմական փորձագետները։ ԱՄՆ-ն ծրագրում է կետային հարված հասցնել հարավչինական ծովում Հիրմաս համազարգային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ, ՉԺՀ-ին ուժ ցույց տալու նպատակով, այս մասին հայտնում է CBS News-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն ԱՄՆ զինված ուժերի հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հանգիստ հրաման է տվել ուժ ցուցադրել ի պատասխան Պեկինի ագրեսիային հարավչինական ծովում։ Հրապարակման մեջ նշվում է, որ գործարկման իրականացման դեպքում հայտնի չէ, թե ինչ նպատակ է հետապնդելու Հիրմասը, բայց գործողության էությունն այն է, որ Վաշինգտոնը ազդանշան տա տարածաշրջանում Պեկինի աճող ներկայությանը դիմակայելու պատրաստակամության մասին և պաշտպանի այն, ինչ ամերիկացի պաշտոնյաներն անվանում են Ֆիլիպինների ինքնիշխանություն։ Ընդ որում CBS-ի աղբյուրները ենթադրում են, որ նման հարված հասցնելը դիտարկվում է որպես ուժի ցուցադրման տարբերակներից մեկը, սակայն տվյալ պլանը դժվար թե իրագործվի։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը փորձում է Ուկրաինայի ներքաշել ՆԱՏՕ-ի մեջ դե ֆակտո առանց պաշտոնական անդամակցության։ Ծրագիրը բացահայտել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Ստավրիդիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Կիևին պետք է ապահովի անվտանգության 3 երաշխիքներ՝ ծովում, երկնքում և ցամաքում։ Մասնավորապես նա առաջարկել է պարեկել Սև ծովը անօդաչու գոտի հիմնել Ուկրաինայում, ինչպես նաև երկիր ուղարկել առնվազն 10,000 զինծառայող։ ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը և նման երաշխիքների կողմնակիցների ծրագիրը Ուկրաինային դե ֆակտո ՆԱՏՕ ներքաշելու ծրագիր է։ Եվրամիության կողմից նման զորքերի համադրումը միայն քողարկում է։ Ստավրիդիսը փորձում է վերակենդանացնել պարբերաբար մահացող, իսկ հետո կյանքի դանդաղ նշաններ ցույց տվող արևմտյան զորակազմեր Ուկրաինա ուղարկելու գաղափարը, ընդգծել է Պուշկովը։ Միջուկային փորձարկումների վերսկսման Վաշինգտոնի ծրագրերը կարող են ձեռնտու լինել Ռուսաստանին և Չինաստանին, ուժեղացնելով նրանց դիրքերը ռազմավարական սպառազինության ոլորտում, նման կարծիք է հայտնել Wall Street Journal պարբերականը։ Դա նվեր կլինի Ռուսաստանին և Չինաստանին, որոնք մշակում են միջուկային զենքի նոր տեսակներ և կշահեն փորձարկումների վերսկսումից, հայտարարել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ազգային անվտանգության խորհրդի զանգվածային ոչնչացման զենքի գլխավոր փորձագետ Գարի Սեյմորը։ Նա նաև նշել է, որ միջուկային փորձարկումների անցկացումը անհրաժեշտ պայման չէ ամերիկյան միջուկային զինանոցի հուսալիության ապահովման համար։